Բարի երեկո, Ազատության եթերը շարունակում է լրատվական կենտրոնը, նախորդ թեմաները։ Կաղատրանից մի 10 մետր ներքև խփեին, լուսամոտով մտներ տուն, մեկին վնաս տար։ Ադրբեջանի կրակոցներից վնասվել է Խոզնավարի տանիքներից մեկի արևային ջրատաքացուցիչը։ Սահմանադրական դատարանի նախագահը սին է որակում Ադրբեջանի մեղադրանքները, թե Հայաստանի սահմանադրությունում տարածքային պահանջներ կան։ Բաքվի դատավարությանը քննում են Խոջալույի դեպքերը, պնդելով, թե իբր Սերժ Սարգսյանը խոստովանել է, որ դա կազմակերպված սպանդ էր։ Եթե այսօրվա կառավարիչները համագործակցեն Ադրբեջանի հետ նախագահ Սարգսյանի դեմ, բացարձակ չեմ զարմանա։ Սուրբ Հարության ուղերձից ժամեր անց մահացել է Հռոմի Ֆրանցիսկոս Պապը։ Ռուսաստանը չի երկարաձգի Հարության տոնի հրադադարը։ Թրամփը դեռ պատերազմը կանգնեցնելու հույս ունի։ Նախ սահմանային կրակոցների մասին, որ սկսվեցին, երբ Երևանն ու Բաքուն հայտարարեցին, թե խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցված է, բայց պարզվեց Ադրբեջանը ոչ միայն մտադիր չէ ստորագրել այն, այլև չի բացառում ռազմական էսկալացիան։ Սյունիքի գյուղերում դա ավելի ու ավելի հասցեական են զգում, Ադրբեջանից արձակված փամփուշտները հասնում են թիրախներին, տներին։ Կաղատրանից մի 10 մետր ներքև խփեին, լուսամոտով մտներ տուն, մեկին վնաս տար։ Լարված գիշերներ Սյունիքի Խնածաղ եւ Խոզնավար գյուղերում։ Պաշտպանության նախարարությունը հաղորդում է նախորդին Խոզնավարի ուղղությամբ ադրբեջանական կրակի ու դրա հետևանքով գյուղի տանիքներից մեկում տեղադրված արևային ջրատաքացուցիչի վնասման մասին, հրապարակելով նաեւ լուսանկարներ, որոնցում արձակված պարկուճն է երևում։ Իրախային չի, պրոստը անկանոն կրակոցներ, բայց այսօր այս գիշեր ժամը 12-ին շատ ա եղել։ Մարտի 18-ից ինչ կրակում են, ամենաերկար կրակոց եղել է այս գիշեր։ Ահազանգում են նաև հարևան Խնածաղի բնակիչները, պնդելով, թե արդեն 1 ամիս շարունակվող կրակոցներն այս գիշեր ավելի ինտենսիվ են եղել։ Այնպիսի տպավորություններ կարծես պատերազմ է սկսվում, չձայնագրվելու պայմանով պատմեց բնակիչներից մեկը։ Կինն ասում է, այնքան հաճախ են կրակոցներ լսել, որ արդեն ձայներից են կռահում, կարծես տարբեր զինատեսակներ են կիրառվում։ Կրակում են ինչպես օդ, այնպես էլ հենց գյուղի ուղղությամբ, պնդում են բնակիչները, եւ այսպես արդեն 1 ամիս շարունակ, ամեն գիշեր 22:20-ից սկսած։ Այս ընթացքում ռազմական գերատեսչությունը հիմնականում ադրբեջանական կողմի իրենց դիրքերը թիրախավորելու մասին հայտարարություններն էր հերքում, յուրաքանչյուր նման գրության մեջ կրկնելով հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության համատեղ մեխանիզմ ստեղծելու Երևանի առաջարկը։ Այսօր նախարարությունն այս բնակավայրերի ուղղությամբ ուղիղ կրակի մասին 3-րդ հայտարարությունը տարածեց։ Նախ մարտի 31-ին էին հայտնել, թե Խնածաղում բնակելի տուն է վնասվել, ապա 1 շաբաթ առաջ տեղեկացրել, թե գյուղի մշակույթի տունն է վնասվել։ 1 ամսվա ընթացքում այսպիսի այլ պաշտոնական գրություններ չեն եղել։ Գերատեսչությունը հայկական կողմի ուղղությամբ կրակոցների մասին չհայտնեց նաև այն բանից հետո, երբ ադրբեջանական կողմն օրերս ուղիղ հայտարարեց, պատասխան կրակ է բացել Սյունիքում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Արդեն լարված է, ամեն օր մի ամիս այդ վիճակում է։ Խնածաղցիները նկատել են, ադրբեջանական ուժերը կրակում են նաև այն ժամանակ, երբ գիշերը գյուղում շարժ է լինում, օրինակ երբ լույս է վառվում։ Հիմա ստիպված երեկոյան 10-ից հետո տանից դուրս չեն գալիս։ Բնակիչներն ահազանգում են, եթե այս ամենը շարունակվի, գյուղը կդատարկվի։ Շարունակվող կրակոցներից տուժում է նաև բնակիչների ապրուստի հիմնական միջոցը՝ գյուղատնտեսությունը, փոքր ծավալով են աշխատում։ Բոլորն վախենում են, մարդը արդեն ուզում է դուրս գա։ Անհանգիստ ու պարզաբանումների սպասող քաղաքացիներին դիմելու հնարավորություն այսօր վարչապետ Փաշինյանն ուներ։ Կրակոցների մասին լրագրողի հարցին, սակայն նա չարձագանքեց, նստեց մեքենան ու հեռացավ։ Մեկ հարց ունեմ, ընդամենը մեկ հարց։ Կրակոցների մասն եմ ուզում հարցնել, պարոն Փաշինյան։ Նախորդին ցերեկային ժամերին, երբ ինքնաձիգները սովորաբար լուռ են, Խնածաղում ու Խոզնավարում էին իշխանական պատգամավորներ Արսեն Թորոսյանը եւ Դանիել Դանիելյանը։ Այցի մասին սոցցանցերում հոլովակ է հրապարակել Արսեն Թորոսյանը։ Շփվեցինք մեր բնակիչների հետ,
Ծանոթացանք իրականացվող ծրագրերին։ Զվարթ երաժշտությամբ ուղեկցվող 1.5 րոպեանոց տեսանյութում Թորոսյանը պատմում է Խնածախում կառուցվող նոր դպրոցի, ջրագծերի եւ այլ ծրագրերի մասին, եւ միայն հոլովակի վերջում է նրա գործընկեր Դանիելյանն անդրադառնում գրակոծներին։ Յուղի բնակիչների հետ խոսեցինք նաեւ անվտանգային հարցերի շուրջ եւ անկախ նրանից, որ ադրբեջանական կողմից հնչում են գրակոծներ եւ երկու անգամ դեպք է եղել, որ թիրախավորվել է քաղաքացիական շինություն, գյուղի բնակիչների մոտ դուխները բարձր է։ Հոլովակում Արսեն Թորոսյանն ասում է, թե բնակիչների հետ են շփվել։ Տեսանյութում սակայն մի քանի տղամարդ է երևում։ Խնածաղցի կանայք, որոնց հետ այսօր զրուցեցինք, ասացին, անձամբ իրենք падգամավորներին չեն տեսել։ Կրակոցներին զուգահեռ Ադրբեջանը խաղաղության պայմանագրի նախապայմաններն է առաջ մղում, լուծարել Մինսկի խումբն ու փոխել սահմանադրությունը։ Թեև վարչապետ Փաշինյանն արդեն ասել է, որ նոր սահմանադրությունում չպետք է լինի հղում անկախության հռչակագրին Ղարաբաղի մասին հիշատակմամբ, բայց դա նախ պետք է հանրաքվեի դրվի ու ստանա 600 000-ից ավելի քվե։ Սահմանադրական դատարանի նախագահը կարծում է, այս տեսքով էլ սահմանադրությունում տարածքային պահանջներ չկան։ Սահմանադրական դատարանի նախագահը հայտարարում է Հայաստանի մայրօրենքը տարածքային պահանջ չի պարունակում ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև որևէ այլ երկրի նկատմամբ։ Արման Դիլանյանը Ազատության հետ զրույցում տարածքային պահանջների վերաբերյալ ադրբեջանցի պաշտոնյաների մեղադրանքները որակեց մանիպուլյացիա եւ սին, հատուկ ընդգծելով, թե Հայաստանի սահմանադրությունը մինչև հանրաքվեի դնելը փորձաքննությունների է ենթարկվել, այդ թվում միջազգային կառույցներում։ Մեր սահմանադրությունը, որը տարբեր միջազգային փորձաքննությունների մեջով է անցել մինչև հանրաքվեի կդրվեր եւ կընդունվեր հանրաքվեի միջոցով կամ առասարակ որպես փաստաթուղթ կձևավորեն, ինքը տարբեր միջազգային իրավական փորձաքննությունների ենթարկվել, այդ նաեւ Վենետիկի հանձնաժողովի կողմից։ Եվ ես վստահ եմ, որ Վենետիկի հանձնաժողովը, եթե նկատել, որպեսզի այդ թվում նաև Վենետիկի հանձնաժողովը մյուս այլ փորձագետների մասին չխոսամ, իսկ տարբեր փորձագետներ եւս աշխատել են մեր սահմանադրության տեքստի վրա ժամանակին, ես չեմ կարծում, նրանք նկատեին այդպիսի պահանջ, որևէ երկրի տարածքային ամբողջական դա չբարձրաձայնային։ Սահմանադրական դատարանի նախագահը շեշտեց, միջազգային իրավունքն է պարտադրում պետություններին հարգել միմյանց տարածքային ամբողջականությունն ու սահմանների անխախտելիությունը։ Չի կարող պետությունը վերցնել եւ որոշել, որ ինքը ունենալու է այնպես իրավական փաստաթուղթ, որով ուղիղ ոտնձգություն իրականացնելու, իսկ դա հավասար է ուղիղ ոտնձգության, նույնիսկ եթե այդպիսի պահանջ ձևակերպում ես այլ պետության տարածքային ամբողջականության նկատմամբ, դա միջազգային իրավակարգին հակասող կարգավորում կլինի։ Եվ ես համոզված եմ, որ մեր սահմանադրությունն էլ չունի այդպիսին։ Բաքուն խաղաղության պայմանագիրը ստորագրելուց առաջ պահանջում է, որ փոխվի Հայաստանի սահմանադրությունը եւ նախաբանից հեռացվի հղումը անկախության հռչակագրին, որտեղ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միավորման մասին հիշատակում կա։ Ամիսներ առաջ, երբ սահմանադրական դատարանը քննում էր սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի սահմանադրականության հարցը, որոշել էր անկախության հռչակագրի միայն այն դրույթներն ունեն սահմանադրության նորմի ուժ, որոնք հռչակագրից տեղափոխվել են սահմանադրություն։ Այսօր բարձր դատարանի նախագահը ընդգծեց, սահմանադրության նախաբանը հռչակագրի մաս չէ։ Նախաբանում կատարած հղումը ինքը ամբողջ ծավալով հռչակագրին կատարած հղում չէր։ Նախաբանից դեպի հռչակագիր գնացող հղումը ինքը այնպիսի հղում չէր, որ մենք ասենք հռչակագիրը ամբողջությամբ տեղափոխվեց եւ դարձավ սահմանադրության մաս։ Մինչդեռ Ադրբեջանի արտգործնախարարը նախորդին դարձյալ պնդել էր, թե մեջբերեմ Հայաստանի սահմանադրությունը թիրախավորում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Եվ իրենք 2 տարի է խաղաղության բանակցություններին զուգահեռ այդ մասին խոսել են, հայկական կողմին փաստեր ներկայացրել։ Ջեյհուն Բայրամովը այս անգամ նաև ասել է, թե իրենց այս պահանջը բացի իրավականից ունի նաև հոգեբանական հիմնավորում։ We believe that, making amendments to the Մենք կարծում ենք, որ հանրաքվեով սահմանադրությունը փոխելը նշան է, ինչ որ առումով հաստատում, որ հարևանների հանդեպ տևական ժամանակ շարունակված ագրեսիվ քաղաքականությունից հետո հայաստանյան հասարակությունը իրականում հասկանում է, որ դա սխալ քաղաքականություն էր։ actually acknowledge that it was a wrong policy. Արդարադատության նախարարությունը այժմ նոր սահմանադրություն է գրում։ Թե ինչ հիմնական փոփոխություններ են նախատեսվում, դեռ հայտնի չէ, բայց վարչապետը արդեն ասել է իր կարծիքը։ Նոր սահմանադրության տեքստում չպետք է լինի հղում անկախության հռչակագրին, բայց ելի ուզում եմ ասել, որոշողը
Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է։ Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ անկախության հռչակագրի բովանդակությունը նշանակում է, որ Հայաստանի անկախ պետություն չի կարող գոյություն ունենալ։ Եվ ըստ Փաշինյանի հենց դա է պատճառը, որ հռչակագրին հղումը պետք է հանել սահմանադրությունից։ Նախկինում էլ վարչապետը այլաբանությամբ ցլի եւ կարմիր շորի օրինակով զգուշացնում էր հնարավոր պատերազմի մասին, եթե հռչակագրի հղումը չհանվի։ Երբ կա արդեն սահմանադրական դատարանի որոշումը, որ մայր օրենքում տարածքային պահանջ չկա, այս պայմաններում հիմնավոր է անկախության հռչակագրին հղումը հանելու վարչապետի դիրքորոշումը։ Այն դիսկուրսը, որ հիմա ծավալվում է մեր հասարակության մեջ, ես չեմ կարող հիմա այս պահին այդ դիսկուրսի վերաբերյալ իրավական գնահատական տալ, որովհետև դրանք իրենց էության մեջ ինչ որ առումով իրավական են, ինչ որ առումով քաղաքական են։ Եվ ես չեմ կարող այս պահին պատկերացնել, թե այս դիսկուրսի արդյունքում ինչպիսի իրավական փաստաթուղթ կծնվի ապագայում։ Սահմանադրական դատարանի նախագահը այսօր չհամաձայնեց նոր սահմանադրություն ունենալու վարչապետի գլխավոր հիմնավորման հետ, թե Հայաստանի բոլոր սահմանադրությունները լեգիտիմության խնդիր ունեն։ Մենք չենք կարող որևէ վարքյան, որևէ ակնթարթ կասկածի տակ դնել այն սահմանադրությունը, որի պաշտպանության ենք մենք կոչված։ Մինչ այդ Բաքվում շարունակվում է հայերի դատը, Արցախի ղեկավարությունից բացի Ադրբեջանում հայտնված մյուս հայերին ևս ծանրագույն մեղադրանքներ են առաջադրվել։ Նրանց վերագրվում են 30 տարվա վաղեմության հանցանքներ։ Միայն Ռուբեն Վարդանյանին է հաջողվել պատմել կտանքների մասին, մյուսների մասին հատուկենտ տեղեկություններ ստացվում են ադրբեջանական քարոզչական կադրերից։ Продолжилось заседание по рассмотрению уголовных дел в отношении 15 հայ գերիների դատավարությունը Բաքուն նախորդ շաբաթ նվիրել էր այսպես кոչված Խոջալույի ցեղասպանությանը։ Մեղադրողի շուրթերով պնդելով, թե այն կազմակերպել եւ իրականացրել է Հայաստանի Հանրապետությունը։ в ходе процесса был допрошен обвиняемый Мадат Бабаян, который был признан как участник Խոջալինского геноцида. Հարցաքննելով հայ գերիներից Մադատ Բաբայանին, ադրբեջանցի մեղադրողը նրան ներկայացրել է իբրև այսպես կոչված Խոջալույի ցեղասպանության մասնակից։ Անկախ լրատվամիջոցների, փաստաբանների եւ միջազգային կառույցների բացակայությամբ ընթացող դատավարության ընթացքում Բաբայանը մանրամասներ է փոխանցել Խոջալույի իրադարձությունների մասին, տվել մի քանի հայերի անուններ, որոնք իբրև թե պատասխանատու են եղել ադրբեջանցիների սպանությունների եւ վայրագությունների համար։ Նա ասել է, թե տեսել է 150 ադրբեջանցիների դիեր։ Ըստ պետական ազերթաջ գործակալության Մադատ Բաբայանն ընդունել է, որ սխալ են գործել։ Այնուհետև այս դրվագով ցուցմունքներ են տվել երկու տուժողներ Խոջալու գյուղից։ Նրանցից մեկը Յաշար Ալմամեդովը ասել է, թե ճանաչում է Մադատ Բաբայանին, ապա պատմել, թե ինչպես է 1992-ի փետրվարին գերեվարվել հայերի կողմից։ Նա պնդել է, թե իրեն կտանքների է ենթարկել անձամբ Մադատ Բաբայանը, իրեն ասել է թուրք, ապա հարվածել զինվորական դանակով։ Он также заявил, что обвиняемый Мадат Бабаян нанес ему ранение штык-ножом, заявив, что армянские солдаты, лично сам Мадат Бабаян, пытали его. Տուժող ներկայացող Յաշար Ալմամեդովը նաև պնդել է, թե իր եղբայրը նույնպես գերեվարել են ու Մադատ Բաբայանից պահանջել ասել, թե որտեղ է եղբայրը Նամիկ Ալմամեդովը։ Բաբայանն ասել է, որ նրան չի ճանաչում։ Իդեպ տուժողի ներկայացուցիչը դժգոհել է, թե Արցախի խորհրդանի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը օգնում է Մադատ Բաբայանին հարցերին պատասխանելիս։ Դատավորների պատասխան կարգադրել է Իշխանյանի տեղը փոխել։ Что подсудимый Давид Ишханян помогает Мадату Бабаяну отвечать на вопросы. Председательствующий судья пересадил Давида Ишханяна. Չնայած 2023 թվականին գերեվարված Մադատ Բաբայանը ներկայացվում է իբրև Խոջալույի ցեղասպանության մասնակից, նրա դուստրը Ազատությանն ավելի վաղ ասել էր, որ հայրն անգամ պատերազմական գործողություններին չի էլ մասնակցել եւ որ նրան ստիպել են ընդունել այդ մեղադրանքները։ Այն, որ հայ ռազմագերիներից հոգեներգործուն միջոցներով ցուցմունքներ են կորզում Հայաստանի դեմ օգտագործելու համար, ավելի վաղ հայտարարել էր նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Էդի պրոստը իրան տեքստը ինձ թվում է գրել տվել են ինքը էդի ասելա, ստիպելով ասելա։ Իբր թե Խոջալույի ցեղասպանության ինքը մասնակից ա, ինքը ոչ մի բանի էլ մասնակից չի եղել։ Ինքը վատառողջ մարդ ա, ինքը ոչ մի պատերազմի էլ չի մասնակցել իմ հերը։ Ինքը անշարժ մարդ ա, կարելի է ասած։ Իր համար ամասնապահությամբ զբաղվել։ Շուրջ 2 տարի Բաքվի բանտում պահվող ու ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող Մադատ Բաբայանի հարցաքննությունից բացի Բաքվի զինվորական դատարանում Խոջալույի դեպքերի վերաբերյալ նաև կադրեր են հրապարակել, ինչպես Ազերթաժն է нշում, այն ցնցել է ներկաներին։ Ադրբեջանական պետական լրատվամիջոցը իբրև ապացույց կադրում ցույց է տվել դատարանի դահլիճում արտասվող ադրբեջանուհուն։ Присутствующие в зале были потрясены увиденными кадрами. Խոջալույի գործով նիստից անմասն չի մնացել նաև Հայաստանի երրորդ նախագահ
նախագահ Սերժ Սարգսյանը։ Դատավարության ընթացքում ներկայացվել է բրիտանացի լրագրող Թոմաս Դևալին տված նրա հայտնի հարցազրույցը, պնդելով, թե Սերժ Սարգսյանն ընդունել է, որ Խոջալույում էթնիկ զտում են իրականացրել եւ որ չեն զղջում տեղի ունեցածի համար։ Սերժ Սարգսյանին վերագրվող այս խոսքերը, սակայն Դևալի որևէ հարցազրույցում հնարավոր չէ գտնել։ Բրիտանացի լրագրողի Ղարաբաղին նվիրված Սև այգի գրքում անդրադառնալով Խոջալույի իրադարձություններին Սերժ Սարգսյանն ասում է, թե ադրբեջանցիները շատ բան չափազանցնում են եւ որ այդ իրադարձությունների մասին բարձրաձայն չեն խոսում։ Նշում նաեւ, որ փախչող ադրբեջանցիները զինված դիմադրություն են ցույց տվել։ Ադրբեջանի պետական մեղադրողը հայտարարել է, թե Հայաստանի երրորդ նախագահի խոսքերը հաստատում են, թե մեջբերում եմ Խոջալույի ցեղասպանությունը նպատակաուղղված ու համակարգված իրականացրել է Հայաստանի Հանրապետությունը։ 15 հայ ռազմագերիների գործով դատավարությունը շարունակվել է նաև այսօր։ Ադրբեջանական աղբյուրների փոխանցմամբ ցուցմունք է տվել Արցախի երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը։ Նա նույնպես անդրադարձել է Խոջալույում 1992-ի փետրվարին տեղի ունեցած իրադարձություններին, նշելով, որ դրանց մասին տեղեկացել է պաշտոնական աղբյուրներից։ Ղուկասյանն ըստ ադրբեջանական ԱՊԱ գործակալության ասել է, թե տեղյակ էին, որ Խոջալույից հարյուրավոր ադրբեջանցիներ են բերվել Ստեփանակերտ, որոնց հետագայում փոխանցել են հակառակ կողմին։ Եվ թեմայի շուրջ զրուցել ենք Սերժ Սարգսյանի առաջնորդած Հանրապետական կուսակցության անդամ, պատիվ ունեմ խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի հետ։ Շոու բեմականացումը, որտեղ դատավարություն դա անվանելը մեղք է, մի քանի նպատակներ ունի։ Առաջին իհարկե անձնական վրեժը մեր եղբայրներից, ի պատիվ որոնց պիտի եւս մեկ անգամ ասեմ, որ այնտեղից եկող հայտարարությունները Բաքվի բանտերում տանջվող, խոշտանգվող մարդկանց հայտարարությունները շատ ավելի խրոխտ են, շատ ավելի խիզախ ու հայրենասեր, քան Հայաստանի կառավարական շենքերից արվող հայտարարությունները, այսինքն մարդը պիտի ոգով ազատ լինի, այլ ոչ թե ֆիզիկական ազատությամբ, դա չէ էական, առաջին։ Երկրորդ, բնականաբար հող է նախապատրաստվում հետագայում որևէ ձևաչափով, դա կարող է լինել միջազգային դատարաններում հայցեր, ինչքան էլ Փաշինյանը հավատա ադրբեջանցիների ասածներին, դա կարող է լինել բանակցությունների ժամանակ հնչեցված ինչ-որ գաղափարներ, դա կարող է այս կամ այն միջազգային հարթակում հայտարարությունների ընդունում եւ այլն, չգիտեմ ոնց են օգտագործելու, բայց ակնհայտ է, որ իրենք հող են նախապատրաստում հետագայում քարոզչական նյութեր ստանալու համար եւ օգտագործելու համար դրանք ընդդեմ Հայաստանի։ Մասնավորապես ձեր նշած հատվածում, երբ իրենք խոսում էին Խոջալիի մասին եւ հղում անում Թոմաս Դևալի ասածներին, դրան կա մի քանի պատասխան։ Նախ դա նոր քարոզչական հնարք չի, դա մի քանի անգամ ծամծմված եւ շրջանառված հնարք է եւ 2011 թվականին Թոմաս Դևալը իր հարցազրույցներից մեկում, ընդ որում եթե չեմ սխալվում, հենց ադրբեջանական լրատվականի նշում է, որ իր եւ նախագահ Սարգսյանի զրույցը այժմ օգտագործվում են հենգափոխելով քարոզչական տեսանկյուններից եւ մասնավորապես բառացի ասում է, որ իր համար ակնհայտ էր, որ կանխամտածված եւ ծրագրավորված որևէ բան Խոջալույում տեղի չի ունեցել, հա, սա առաջին կետ։ Երկրորդ, այդ նույն հարցազրույցի եթե շարունակությունը նայենք, իսկ դա մի մասը գրքում իհարկե զետեղված է, բայց մյուս մասը էլի հասանելի տեղադրված է, գաղտնազերծված է, ռուսերեն է, եթե չեմ սխալվում խոսակցությունը, իրա համացանցում կա։ Եվ նախագահ Սարգսյանը նշում է, որ առաջին հերթին մարդասիրական միջանցքը տրամադրված էր։ Այսինքն որն է տրամաբանությունը, տրամադրել մարդասիրական միջանցք եւ այնտեղ որևէ բան իրականացնել, եթե որևէ բան իրականացնելու լիներ, կարելի էր նույն քաղաքում դա անել, այսինքն դա անտրամաբանական է, մարդասիրական միջանցքը տրամադրված էր հենց խաղաղ բնակչության հեռանալու համար, դա մեկ։ Երկրորդ, դա Ադրբեջանի երկար ժամանակվա ցանկությունն ու եւ երազանքն էր Սումգայիթին հակադարձելու որևէ կեղծ թեզ ունենալ ու իրենք դա փորձեցին կերտել տարիներ շարունակ, փորձեցին կերտել Սումգայիթին հակակշիռ Խոջալուն, որը ոչ մի դեպքում չի կարող դիտարկվել, որտեղ այնտեղ իրական ողբերգություն է տեղի ունեցել, իրական ոչրագործություն, իսկ այստեղ նման բանի մասին խոսելն անգամ ավելորդ է։ Եվ չորրորդ, նախագահը երբեք ցեղասպանության կամ նման ոչրագործության մասին որևէ բառ չի ասել, ինքը հակառակը նշել է, որ առանց խաղաղ բնակչության տեղահանումը ապահովելու հնարավոր չէր լուծել այդ պահին առկա ռազմական խնդիրը։ Այսինքն այն, ինչպես Բաքուն է պնդում, որ նա խոստովանել է, որ էթնիկ զտում են իրականացրել, որ չեն զղջում տեղի ունեցել։ Անգամ մոտ չէ իրականացել։
Քանի որ մեջբերելով նաև Սերժ Սարգսյանի խոսքերը, մեղադրող դատախազը Ադրբեջանի նշում է, որ այս ամենը հաստատում է, որ Խոջալույի ցեղասպանությունը նպատակաուղղված ու համակարգված իրականացրել է Հայաստանի Հանրապետությունը, հաշվի առնելով սա ու նաև 15 հայ ռազմագերիներին ներկայացված մեղադրանքը, որտեղ նաև հիշատակվում է այդ մեղադրանքում եւ Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի եւ մի շարք այլ քաղաքական ու ռազմական գործիչների անուններ, դուք չեք բացառում, որ հետագայում օրինակ նույն Սերժ Սարգսյանի դեմ կարող է առանձին որոշակի քրեական գործառույթի Ադրբեջանը եւ պահանջի օրինակ արտահանձնում Հայաստանից։ Ի վերջո կար այդ համագործակցությունը, ճիշտ է, Հայաստանի դատախազության ուղղված, որ եկեք համագործակցենք այս գործի շրջանակներում։ Պատասխանեմ մի քանի կետով։ Առաջին, ձեր նշած հայցին, երբ այս շինծու գործը Ադրբեջանում նոր էր սկսում դատավարությունը, Ադրբեջանի գլխավոր դատախազությունը դիմել է Հայաստանի գլխավոր դատախազությանը, դուք դրա մասին խոսեցիք, գոչ անելով համագործակցել։ Դրա պաշտոնական պատասխան Հայաստանի դատախազությունից ամենայն դեպս հրապարակային ես չգիտեմ։ Այսինքն ոնց որ թե հələ մտածում են համագործակցեն, թե չհամագործակցեն։ Այդ մեկ։ Կզարմանամ արդյոք, եթե այսօրվա կառավարիչները համագործակցեն Ադրբեջանի հետ նախագահ Սարգսյանի դեմ, բացարձակ չեմ զարմանա։ Երևանում է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆիրիդուն Սինիրլիօղուն, արտգործնախարար Արարատ Միրզոյանը պաշտոնյային ներկայացրել է Մինսկի խմբի վերաբերյալ Հայաստանի մոտեցումը։ Մանրամասներ չեն հաղորդվում, բայց հայկական կողմը հրապարակավ համաձայնել է լուծարել Ղարաբաղյան հակամարտությամբ զբաղվող այդ կառույցը պայմանով, որ դիմումը ԵԱՀԿ-ին ստորագրվի խաղաղության պայմանագրին զուգահեռ։ Վարչապետ Փաշինյանի հետ հանդիպմանը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը ըստ Երևանի հույս է հայտնել, որ խաղաղության համաձայնագիրը հնարավորինս շուտ կստորագրվի։ Դոնալդ Թրամփը հույս է հայտնել, որ Ուկրաինան եւ Ռուսաստանը այս շաբաթ գործարք կընկնեն։ Միացյալ Նահանգների նախագահը սոցցանցում գրել է, թե այնուհետև Մոսկվան ու Կիևը կսկսեն մեծ բիզնես անել Վաշինգտոնի հետ։ Ռուսաստանի նախագահը մինչդեռ ասել է, որ չի երկարաձգել Սուրբ Հարության տոնի առթիվ Ուկրաինայում հայտարարված հրադադարը եւ ռազմական գործողությունները վերսկսվել են։ Боевые действия возобновились. Мы об этом сказали с самого начала, когда объявляли перемирие. Մարտական գործողությունները վերսկսվել են, մենք դրա մասին ասել ենք հենց սկզբից, երբ հայտարարեցինք հրադադարի մասին։ Մենք միշտ դրական ենք վերաբերվում հրադադարին, ինչի համար էլ հանդես եկանք այս նախաձեռնությամբ։ Այժմ տեսնում ենք, որ Կիևի ռեժիմը փորձում է իր ձեռքը վերցնել նախաձեռնությունը եւ խոսել հրադադարի ժամկետների եւ թիրախներն ընդլայնելու մասին։ Բայց մենք պետք է մտածենք այդ մասին եւ ուշադիր գնահատենք ամեն ինչ եւ հաշվի առնենք արդյունքները։ Եթե նկատեցիք հենց սկզբից, երբ հանդիպեցի գլխավոր շտաբի պետին, ասացի, որ կտեսնենք, թե ինչպիսին կլինի Զատկին հրադադարի փորձը։ Посмотрим, каков будет опыт объявления пасхального перемирия. Զատկի տոնը չի հարթել նաև հարաբերությունները Հայաստանի իշխանությունների եւ եկեղեցու միջև, թվում էր Էջմիածնի մայր տաճարի վերահաուցումից հետո իշխանության ու եկեղեցու միջև սառույցը կհալվի, տևական դադարից հետո այդ օրը վարչապետ Փաշինյանը գնացել էր կաթողիկոսի մատուցած պատարագին, բայց եկեղեցական հերթական մեծ տոնը, հարությունը կրկին իրար ուղված հեռակա ակնարկներով եւ երբեմն նաև բացահայտ մեղադրանքներով նշանավորվեց։ Քրիստոսի հարության լավ լուրը լսելու ու պատարագին մասնակցելու համար ոչ մի բարձրաստիճան պաշտոնյա դարձյալ մայրաթոր չէր շտապել։ Առաջին շարքերում տեսնում ենք Եվրամիության ու Հայաստանում Չեխիայի դեսպաններին։ Ամենայն հայոց կաթողիկոսի պատգամի մի ընդարձակ հատված նրանց չէր ուղղված։ Հայրապետական մեր հորթորն է, ազգի շահը վեր դասել, անձնական ու խմբակային նկրտումներից, պարտադրվող հայրենավնաս քայլերից, մերժենք մեր կյանքից կեղծիքն ու սուտը, իսպար հերուվանենք ազգագործան բարքերն ու արարքները, մեր անցյալը, պատմական հիշողությունները նսեմացնող ու արժեզրկող, մեր ապագան վտանգող խոսքերն ու գործերը։ Վեհափարի հորդորի հենց այս նույն հատվածն էր սոցցանցի իր էջում առանձնացրել վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, այսպիսի ճշգրտմամբ։ Վստահ եմ, որ ամենայն հայոց կաթողիկոսի մերձավոր շրջապատն ջալուր կլինի այս պատգամին։ Ամենայն հայոց կաթողիկոսի խոսքում հայրենավնաս քայլերից, ստից, կեղծիքից, ազգակործան բարքերից հեռու մնալու հորդորից բացի ներքին պառակտումների թեմաներ։
անվտանգային մարտահրավերների հետևանքով ստեղծված բարկացությունը առավել ծանրանում է ներքին պարակտումներով ու ճգնաժամային նոր իրավիճակներով։ Մտահոգիչ են նաև մեր իրականության մեջ չդադարող մերժելի գործողություններն ու արշավները, ընդդեմ ազգային և քրիստոնեական մեր ինքնության ու անցյալի։ Վեհափառը համախմբվելու կոչ արեց պատուհասած դժվարությունները հաղթահարելու համար։ Իշխանական ու հոգևոր այրերը, սակայն, համախմբման որևէ նշան ցույց չեն տալիս։ Վարչապետ Փաշինյանը մի քանի տարի է նոր ավանդույթ ունի։ Հայրապետական պատարագների բացը լրացնում է սաղմոսներով, այս զատկին ապահովության սաղմոսը կարդաց։ Ականջ դիր իմ խոսքերին Տեր եւ ուշ դարձրու աղաղակիս։ Ընդունիր ձայնն աղոթքներիս թագավոր իմ եւ Աստված իմ։ Աղաչում եմ քեզ Տեր, որ առավոտյան լսես ձայնն իմ, առավոտյան պատրաստ կլինեմ քո առջև կանգնելու։ Մայրաթոր իշխանություն հակամարտությունն ավելի քան 4 տարվա պատմություն ունի։ 44-օրյա պատերազմի ավարտից մեկ ամիս անց ամենայն հայոց կաթողիկոսը վարչապետին հորդորեց հեռանալ ու սկսվեց ոչ հոգատար կործանարար իշխանություն ու կոռումպացված Աստծուն չհավատացող հոգևորականներ փոխհրաձգությունը։ Մայրաթորի սրբազաններից Բագրատ arczepiskopos-ի հրապարակ մտնելը ել ավելի թեժացրեց կռիվը։ Այժմ արդեն թեմա է դառնում նույնիսկ այնպիսի խորհրդանշական քայլը, ինչպիսին Երուսաղեմի Տիրոջ գերեզմանի տաճարում պատշգամբներից մեկում երևացած Արցախի դրոշն է, որ 3 հայ հոգևորականներ են պահում։ Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը Հայաստանի համար նոր պատերազմի նախապատրաստման կասկածներ ունի Արցախի դրոշով հայ հոգևորականների լուսանկարը տեսնելուց հետո։ Սոցցանցի իր էջում Չախոյանը գրել է. Դրոշը ծածանելով Հայաստանի համար նոր պատերազմ են նախապատրաստում։ Դաշնակաբարո դրոշ վառելով պետություններն էին կործանում, այսօր դրոշ ծածանելով Ղարաբաղ են փրկում։ Մարդկանց մոլորեսնելով փորձանքի տանելը սրիկայություն է պետության ու սեփական ժողովրդի նկատմամբ։ Մայրաթորի տեղեկատվական վարչությունից կառավարական պաշտոնյայի գրառումը մեկնաբանել չցանկացան։ Տեղեկացանք, որ դրոշը Երուսաղեմում պարզողը Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոսն է։ Նրա հետ կապ հաստատել չկարողացանք, դեռ Երուսաղեմում է։ Ես լրիվ համաձայն եմ, որովհետև եթե դուք հոգևորական ես, դու բարձրացրու Քրիստոսի դրոշը։ Չախոյանի գրառման հետ ամբողջությամբ համաձայն է Վարդան Աֆյանը։ Նա ադվենտիստների եկեղեցու հետևորդ է եւ Փաշինյանի քաղաքականության կողմնակից։ Մենք այսօր պետք է մտածենք իրոք այս ժողովրդին փրկելու մասին։ Այն ուտոպիստական քաղաքական ամբիցիաները, որ ասում են գնանք ամեն գնով փրկենք Ղարաբաղը։ Դուք Փաշինյանը շատ ճիշտ տրամաբանում ասում է մենք գնալով փրկելով Ղարաբաղը մենք կկորցնենք Հայաստանը, հասկանում եք, ինքը այր բանի լեյտմոտիվը դա է, ինքը բացատրում է մարդկանց, որ հարկավոր է վերմակը, որ ասում է մեր բոյի գյուր է, հասկանում եք։ Մյուս զրուցակիցս Անահիտ Բուրանյանն էր, Արցախի դրոշի բորբոքած կրքերին չէր հետևել, պատարագի էր գնացել ու այնտեղ չէր էլ փնտրել որևէ պաշտոնյայի։ Որոշումներ չկար, ինձ ոչ էլ հետաքրքիր ճիշտ ասած։ Ասում է, եթե ընտանիքում պետության ներսում իրար հետ լավ չեն, ուրեմն լավ չի։ Այն ես կասեմ, յուս այն կասի, էլ չպետք է հավատաս, ոչ նրան, հավատաս քեզ, քո խղճին, քո ձայնին, քո իրավունքներին, եթե կարող ես, ինչքան կարող ես լավ եղի։ Հռոմի Պապի Հարության տոնի ուղերձից ժամեր անց Վատիկանը հաղորդեց կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդը մահացել է։ 88-ամյա Պապը նոր էր դուրս գրվել հիվանդանոցից։ 2016-ին նա այցելել է Հայաստան, պարբերաբար խաղաղության մաղթանքներ հղել հայ ժողովրդին։ Cari fratelli e sorelle. Տոնական այսօրը եկեք հիշենք հարավային Կովկասն ու աղոթենք, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև վերջնական խաղաղության համաձայնագիրը շուտով ստորագրվի ու իրագործվի, ճանապարհ հարթելով տարածաշրջանում երկար սպասված հաշտության համար։ Հռոմի Ֆրանցիսկոս Պապի վերջին ուղերձն է 3 մահվանից բառացիորեն ժամեր առաջ Սուրբ Հարության տոնին։
Անվասայլակին նստած կաթոլիկ եկեղեցու հովվապետը դժվարությամբ էր արտաբերում բառերը, ուղերձը փոխանցել էր Վատիկանի սպասավորներից մեկը։ Սուրբ Պետրոսի հրապարակում հազարավոր հավատացյալների ողջունելուց եւ ուղերձը հնչեցնելուց մի քանի ժամ անց այսօր առավոտյան տեղական ժամանակով 7:35-ին 88-ամյա Ֆրանցիսկոս Պապը մահացավ։ Շաբաթներ առաջ նա բարդ շնչառական վարակով ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց էր տեղափոխվել, որտեղ ավելի քան 1 ամիս անցկացրեց։ Երկկողմանի թոքաբոր բիծ ամբողջովին չապաքինված Պապը, որն անտեսել էր հիվանդանոցում մնալու բժիշկների պահանջը, երեկ որոշել էր անձամբ ողջունել Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված ուխտավորներին եւ գլխավորել Սուրբ Զատիկի արարողությունը։ Տոնակատարությունից ժամեր անց Վատիկանը հայտնեց Պապի մահվան բոթը։ Նա մեզ սովորեցրեց ապրել ավետարանի արժեքներով, հավատարմությամբ, քաջությամբ, համընդհանուր սիրով, հատկապես աղքատների եւ ամենաանտեսվածների նկատմամբ, հայտարարում է Վատիկանը։ Բուենոս Այրեսում իտալացի ներգաղթյալների ընտանիքում ծնված Ֆրանցիսկոս Պապը կաթոլիկ եկեղեցու առաջնորդի գահը ստանձնել էր 2013-ին, դառնալով առաջին ամերիկացին, առաջին ճիզվիտը, առաջին հովվապետը, որը ծնվել է Եվրոպայից դուրս ավելի քան 1 հազարամյակի ընթացքում։ Խորխե Մարիո Բերգոլիոն քիմիկոս էր, դասավանդել է դպրոցում, մինչև հոգևորական դառնալը Ֆրանցիսկոսը ֆուտբոլ էր խաղում, տանգո էր պարում, բարձրաստիճան հոգևորականը աչքի էր ընկնում իր կատակներով, օգտվում էր սոցիալական մեդիաներից, խոսում էր Վատիկանի համար տաբու թեմաներից։ 266-րդ Պապի պաշտոնավարումը դրամատիկ ու հիասթափեցնող էր ինչպես պահպանողականների, այնպես էլ առաջադեմ խավի համար, փոխարենը սիրված հավատացյալների կողմից։ Ընդդիմախոսները պնդում են, որ նա բավարար քայլեր չձեռնարկեց կաթոլիկ եկեղեցու ներսում արատավոր բարքերը վերացնելու համար, ֆինանսական յուրացումներից մինչև սեռական ոտնձգություններ։ Մյուս կողմից, սակայն, նրան հաջողվել էր կոտրել եկեղեցու հազարամյա համակարգը եւ Վատիկանում բարձր պաշտոնները զբաղեցնել ճանապարհ հարթել կին հոգևորականների համար։ Ֆրանցիսկոսը շեղվելով իր նախորդների ակադեմիական ոճի պաշտոնավարումից փաստացի գլխավորեց մի շարժում, որի նպատակն էր եկեղեցին դարձնել այսպես կոչված դաշտային հիվանդանոց, առաջնահերթություն տալով կարիքավորներին։ Ձախակողմյան հայացքներով առանձնացող Պապը հաճախ էր կոշտ քննադատության թիրախում հայտնվում նաև դիվանագիտական ասպարեզում։ Հարավի հիացմունքին, արևմուտքի դատապարտող հայտարարություններին արժանացավ Ուկրաինայում խաղաղության իր համառ կոչերի համար։ Սուր մեղադրանքների ենթարկվեց Գազայում Իսրայելի գործողությունները դատապարտելու համար։ Մասնավորապես պահպանողականների ճամբարի հետ նրա առճակատումը նոր թափ ստացավ շաբաթներ առաջ, երբ կոշտ քննադատություն հնչեցրեց միլիոնավոր ապօրինի միգրանտներին արտաքսելու պլաններ ունեցող ամերիկյան նոր վարչակազմի հասցեին, նախագահ Դոնալդ Թրամփին մեղադրելով արժանապատվություն ոտնահարելու, իսկ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին աստվածաբանական տերմինները սխալ կիրառելու մեջ։ Իդեպ Միացյալ Նահանգների փոխնախագահը Ֆրանցիսկոս Պապի ընդունելության արժանացած վերջին օտարերկրյա առաջնորդը դարձավ։ Միգրանտների խնդրի հարցում սկզբունքային տարաձայնություններ ունեցող գործիչների կարճատև հանդիպումը երեկ էր Վատիկանում։ Գիտեմ, որ լավ չեք զգում, բայց ուրախ եմ ձեզ առողջ տեսնելու համար։ Շնորհակալ եմ ինձ ընդունելու համար։ Մարտի 1-ի գործով դատական այսօրվա նիստի մեկնարկին դատավոր Սարգիս Պետրոսյանը դահլիճից հեռացրել է նիստը լուսաբանող Երևան Today լրագրողին, դժգոհելով, որ լրատվամիջոցն իրեն մի քանի անգամ անվանել է ՔՊԱ-ական։ Ավելի վաղ դատավոր Պետրոսյանն ընդունել էր, որ տարիներ առաջ Իմ քայլը դաշինքին անդամակցելու առաջարկ է ստացել ու ընդգրկվել ցուցակում, բայց կարճ ժամանակ անց դուրս եկել։ Նա առաջարկում է բացարկի միջնորդություն ներկայացնել, եթե Քոչարյանը կասկածում է իր անաչառությանը։ Ես ամեն անգամ վերնակ գրելուց հուշում եք։ Այսինքն հուշում եք ինչ վերնակ գրել ես պահը պատշում։ Կարծում եք մենք ձեր նման չեք կարող ինքնուրույն աշխատել։ Այսինքն եթե դուք ինձ մեղադրում եք նրան, որ ինձ գուցե հուշում են վերնակի գրելուց, ես մի կարծիք կարող եմ ունենալ ձեր մասին, մտածելով, որ ձեզ հուշում են ինչպես նիստ բաներ։ Դուրս գնացեք դատապարտից։ Ինչ է նշանակում։ Ամեն անգամ այդ գծելը նախքին ԿՊԱ-ական չեք ասում ասում։ Անեք ուսում ասած։ Ես մի հատ ճիշտ ասած։ Բացարկեք ուսում հայտ։ Չէ, բացարկը հայտ։ Ներողություն եմ խնդրում արդեն մեր Արմենիան խողովակները հավատացեք, ես էլ մեղադրանք կապել ունեմ, կարող խողովակները ճշտեմ, թե ոնց ա լինում։
Կտրեմ շահությանին բարավեճի չենք վերածում։ Առարկեմ ամեն անգամ առարկեմ հայտարարության կարգով տնման ձևով, որովհետև մենք որպես պաշտպաններ կամ ոչ պաշտպաններ, այլ որպես ոնց է հրավիրված փաստաբաններ, նշել ենք ինչի բացառքի հետ կապված դիրքորոշում չեն կարող ներկայացնել։ Հայտնել ենք, դատարանը քննարկել է։ Խոշոր չափերով կաշառքի գործի շրջանակում ձերբակալվել են Շենգավիթի թաղապետարանի առևտրի վարչության 2 աշխատակիցներ։ Վերջին 3 ամսում քաղաքային իշխանության 5 պաշտոնյա է ձերբակալվել կոռուպցիոն գործերով։ Պարոն Մկրտչյան, ձեզ մոտից ունենք ձերբակալություններ։ Մի հոգի մեր աշխատակիցներից այս պահին, եթե չեմ սխամ, տնային կալանքի տակ է, համայնքային պետական բյուջեից 1 լումա անգամ գողանալը, դա մեղմ ասած սրիկայություն է։ Շնորհակալ եմ։ Այստեղ իհարկե ոչ միայն համայնքային բյուջեից գողության մասին է խոսքը, այստեղ նաև խոսքը այն մասին է, որ ասենք ինչ-որ մի բան արձանագրելու, ինչ-որ մի բան չարձանագրելու համար կաշառք վերցնելու նաև մասին է խոսքը եւ ինչքան տեղի ունենա այս գործընթացը, որպեսզի մենք այդ մշակութային ամբողջական փոփոխությունը կարողանանք կատարել։ Ոնց հասկանում եմ, այնտեղ բանը շատ է, էլի, գայթակղությունը շատ մեծ է եւ պետք է համապատասխան ինչ-որ համակարգային երևի թե լուծումներ գտնել։ Համակարգը այնպիսին է, որ առնվազն արկածախնդրություն է նման քայլի գնալը, որովհետեւ պարբերաբար տարածքները փոփոխվում են աշխատողների միջև եւ պարբերաբար ստուգումներ են իրականացվում, այսինքն անգամ այս գործողությունը չէր կարող երկար կյանք ունենալ, եթե անգամ չբացահայտվեր, բացառված է, որ ամիսը մի անգամ ամբողջությամբ ֆիլտրացիա չարվի եւ չուսումնասիրվի, այսինքն յուրաքանչյուր գործողություն ունի 1 ամսվա կյանք։ Օրվա մյուս լուրերի համար բաժանորդագրվեք Ազատության էջերին սոցիալական ցանցերում, իսկ լրատվական կենտրոնում այսքանը կհանդիպենք։